Ամուսնուս տատիկն ու պապիկը երկար տարիներ մեզ հետ ապրել են 15 թվականի 3 տարեկան է եղել եւ փախել է Սուրեն պապը Վանից իր հարազատների հետ ինքը 86 տարեկանում մահացավ հեռուստացույցի դիմաց նստած ու այդ տարի դա մի 15 տարի առաջ էր ու այդ տարի առաջի անգամ ցույց տվեցին կարող է եւ 20 տարի առաջ այդ կադրերը երբ որ դերձորով անցնող այդ հայերի գաղթի ճանապարհը առաջի անգամ հեռուստացույցով է դոկումենտալ կադրեր եղան վավերագրական ու պապիկը սրտի խնդիր ուներ ու ինքը տեսավ այդ կադրերը ու սրտի կաթվածից մահացավ իր այդ 3 տարեկանի հիշողությունը պատտվեց ոնց են ասում շրջանը փակվեց ինքը այդ օրը ու այդ օրը ավելի հուզիչ բան ա եղել, ես չգիտեմ այսօր առիթն թե չէ, բայց ձեր ջեր մթնոլորտը ինձ տրամադրում է այդ պատմելուն։ Մենք սեփական տանն ենք ապրում, այդ տուն տեղափոխվել ենք, գեղեցիկ այգի կար, բայց Սուրեն պապը տնկեց էլի ծառեր ու մի 2 տարի հետո մի հատը բռնեց հենց ապրիլի 24-ին է մահացել Սուրեն պապը։ Ինքը մինչև այդ հեռուստացույցով կադրերը կտեսներ ցերեկը, ես դեռ աղջիկս չէր ծնվել երրորդը, տղաս Դավիթը 5 տարեկան էր, այդ բարը 2 տարեկան, դրսում խաղում էին, եկել պապին եկավ ասեց. «Լուզ, Ծիրանի ծառը բռնել է»։ Ասեցի, «Վայ պապի ջան, կանգնե այդ ծառի կողքը, Դավիթին ու Էդգարին էլ բերեմ, ձեզ մի հատ նկարեմ»։ Ուրեմն այս ֆոտոապարատով ես գնում եմ որ նկարեմ, այդ րոպեին ամուսինս տանը չէր, ոնց եկավ դուռը ոնց բացեց, մտավ ու այդ րոպեին ինքն էլ այդ կադրում հայտնվեց։ Ուրեմն այդ նոր ծաղիկ տված ծառը իր տնկած ամուսինս ու 2 տղաս, ոնց որ այդ շարունակողները։ Հետո մենք գնացինք Ծիծեռնակաբերդ ու երեկոյան ուշ ժամի այդ պապիկը տեսավ այդ կադրերը ու մահացավ։